Մեր պահանջը սկզբնական հետևյալն էր, վերականգնել Աբազյանին իր պաշտոնին։ Հետո հասկացանք, որ չի հնարավոր, չի ստացվելու։ Որոշեցինք, որ նոր ԱԾ տնօրենին հանդիպենք մամաները, ու իրանք չկարեցավ այդ մարդը գար, չուզեց, չբարի հաճեց գար, մամաներին 5 րոպե տենար գնար, ընդամենը։ Կար ասեր, այն ինչ է, որ արել Աբազյանը, ես շարունակում եմ իրանց պահանջը լսել, իրանց հարցերին պատասխաներ։ Հիմա մեր պահանջն է, որ ինքը գա, երկրորդ օրնա չի գալի։ Եթե երկրորդ օրը չի գալիս, 5 րոպե մամաներին մենք չէ, մենք տղամարդիկ ոչինչ։ Ինչ եք կարծում, մի 10 օր հետո, մի ամիս հետո ինքը մեզ իր մոտ ընդունելու է։ 6 ամիս հետո իր մոտ ընդունել է, եթե իհարկե ինքը մնա տնօրեն։ Ինչ եք կարծում, կընդունի։ Ես կարծում եմ, որ Երեք տեղեկացանք, որ ներկայացուցիչ եկել է ԱԾ-ից։ Հա, պարոն Սանամյանն եկել, նույն հարցն է տալի, ասում էր գնացեք տուն, 3 օր հետո եկեք, նստենք, խոսենք, հասկանանք այդ հարցերը տվեք, մամաները ասացին ոչ։ Մենք այս 5 տարի նստած ենք, 5 տարի պայքարում ենք, հիմա պետք է ինքը գա։ 5 րոպեով ընդամենը գար, ասել այն ինչը որ ես նոր ասեցի, 4-6 բառ։ Չեկա մարդը լայախ չարեց։ Հիմա մեր պահանջն է, որ պարոն Փաշինյանը, որը վաղը գնում է Թուրքիա, նա իմանանք ինչ օրակարգով է գնում։ Վերջի վերջո ԱԾ տնօրենը հիմա ես հասկացել եմ, որ ով ուզում է լինի, Նարեկ ջան։ Վերջը քաղաքական հարց է, չէ՞։ Պետք է երկրի գերագույն առաջնորդները որոշեն այս հարցը, ինչքան ուզում է ԱԾ տնօրեններ փոխվեն, գան, բանակցեն, տեղեկություն տան, բայց բերելու վերջնահաշվարկը պետք է արվի երկրի ղեկավարների կողմից։ Հիմա հետաքրքիր է, ինչ օրակարգով է պարոն Փաշինյանը գնացել Թուրքիայի նախագահի հետ հանդիպման։ Կա մեր երեխեքի հարցը, թե չկա։ Ոչ մեկս չգիտենք։ Հիմա պարոն Փաշինյանին ես ասեցի մյուս լրատվականներին, հիմա ձեր կայքով եմ ասում, որ ուզում ենք մի հատ գոնե հելնի խոսա տենանք, առաջարկելու է, հարցնելու է, պնդելու է, ինչ անելու այդ մարդը։ Խի է էթում։ Մեր երեխեքի հետ կապված։ Էթումը հարց ունի, թե չունի։ Ու մամաների պահանջը, այդ մարդը պետք է գա մամաներին ասի այն ինչը որ իրանք պահանջում են։ Մի 5 րոպեանոց երևի զրույց կունենան մամաների հետ։ Պահանջը էդ է։ Իսկ քանի որ ազգային ժողովի շենքի մոտ եկա, պաշտոնյաներից ով է հանդիպել ձեզ հետ, արդյոք իշխանական падգամավորներ հանդիպել են։ Չէ, ոչ։ Հանդիպել են ընդդիմադիր падգամավորներից 4-5 հոգի, Թագուհին էր Թովմասյան, ստեղ նոր գնաց, Երևանից ստեղ էր, Տիգրանն էր, Աբրահամյան այսօր եկել առավոտը, երեք Գառնիկը Դանելյան, մյուս падգամավորը, որ հարցը բարձրացրեց Փաշինյանին մեր խնդրանքով, իշխանականներից ոչ մեկ։ Ինչու եմ հարցում, քանի որ նախորդ հանդիպումներ ազգային ժողովում կազմակերպվում էր Անդրանիկ Քոչարյանն գլխավորությամբ ինչ է տեղ ունենում։ Դա հանձնաժողով։ Անդրանիկ Քոչարյանը չի փորձել ձեզ հետ հանդիպել։ Չէ։ Փորձել է ժողովուրդ Անդրանիկ Քոչարյանը։ Ահա, չէ։ Ոչ մեկ։ Բացարձակ։ Իսկ ազգային ժողովի ներկայացուցիչներին ինչ ունեք ասելու падգամավորին, նախագահին։ Ոչ մի բան, ինչ ասեմ այդ մարդկանց, իրանք չեն տենում, որ մենք ստեն։ Ես չունեմ կարող մամաներից ինչ որ մեկը ունենա ասելու։ Որ հիմա քաղաքականացնեմ, մի քիչ լավ չի լինի, բայց ես լիճնի բան չունեմ իրանց ասելու, ինչ ասեմ։ Այնքան ասել ենք 6 տարի։ Բան չի փոխվել, ես էլ մտածում եմ, եթե մի բան ասում ես ու չի փոխվում, իմաստ չկա շարունակելու։ Այսօր ես շարունակելու եք Փակպայել Բաղրամյանը գիշերել այստեղ։ Իհարկե։ Մինչև մամաների ցանկությունը չլինի, իրանք իրանցին չհասնեն, մենք պետք է մնանք իրանց կողքը։ Չէ, ես մամաները դիմել են, ես դիմելու ոչինչ չունեմ։ Նորանշանակ պետը մամաների պահանջով, մամաները խնդրում են հանդիպում ստեղ 5 րոպե։ Եթե գտնում է, որ այս մարդիկ արժանի են, 5 րոպեով գա։ Եթե չի գտնում, մենք մեր անելիքը կանենք։ Անձամբ կա այստեղ, ոչ թե ձեզ ընդունել։ Հա, ոնց որ տենց է, անձամբ պիտի գա կամ ասի եկեք գոնե իմ մոտ 5 րոպեով, դե այդ արդեն հանդիպման հարց է կամ ինչ որ բանի։